Էս ուր։ Գնում եմ։ Բայց ուր ես գնում։ Տեղ մամա։ Արամիկը տեղ է գնում Արամիկը մամա։ Իսկ կարող է Արամիկը քթերնա քաշել։ Չփորձես։ Իսկ դու չփորձես կողգորես։ Լսի, նոր գլուխը դրել էի ռուսից լացի էր լինում, ազդվեցի, մտածեցի մարդ ես դարել, հիմա նայում եմ կեզ զզվում եմ։ Մամա դու չգիտես որ ես վատ եմ։ Ես վատ եմ մամա, վատ եմ, Վատ ես, ուրեմն վերընկի տանը, կեզ տան տղամարդու պես պահի, ոչ թե քաշի քտերը դու տան ինձ պախի։ Մամա չփորձես ինձ խնդրած ես դուրս կամ։ Լավ մամա, ապուշի մեկն է, ուշադրություն մի դարձրու։ Հիմա կգնա ու գլխին մի բան կբերի։ Ոչ մի բան էլ չի բերի։ Շատ մի հատ էլ քթերը քաշի ու տենց։ Հանգստացի հա մամա, վայ։ Անգինը հաստատ ինչ չի մատնի, բայց Վալերը հաստատ հրամայած կլինի, որ բոլոր հեռախոսները լսվեն։ Ինչ բնություն է, կյանքը վայելելու բոլոր պայմանները կան, բանջի չեմ վայելում, ինչա, դավաճանում ես ինձ, դավաճանում ես, Ես ոնց որ շփոթվել ես, հա? Շփոթված եմ ծնվել, մամ ջան։ Չէ, դու ինչ չհասկացար։ Շփոթվել ես տուն գալով, բայց դու այլևս ես տանը տեղ չունես, լսում ես, տեղ չունես։ Կարայիր, չէ, գոնե մի քիչ ինքնասիրություն ունենայիր ու գոնե 2 օրից տուն գայիր։ Գոնե։ Եթե ինձ հրամայես գնալ, սխալ չես անի։ Բայց ինչի ես ուզում քեզ այդքան նվաստացնես։ Եթե մնալու տեղ ունեիր, չգայիր։ Ասա մամ, անկեղծ։ Եթե ես այս տանը տեղ չունեմ, գնամ։ Գնացել էր, ինչի եկար։ Ես քեզ տանից դուրս չեմ անել։ Դու գոռալով ասում էիր, որ դու այս տանը անելիք չունես ու դու մեզ հետ ապրել չես ուզում։ Ասում էի, որովհետև կարծում էի, որ Հենրին էլ ինձ է սիրում, նենց ոնց որ ես եմ իրան սիրում։ Գնացել էի, որ միասին լինեինք։ Ոչ, դու ուղղակի նրա հետ լինելու համար չէիր գնացել, դու մեզ բոլորիս դավաճանեցիր, հատկապես հորդ, ով քեզ համար ամեն ինչ ստեղծել էր, կյանք, ապրուստ, ամեն ինչ, իդիոտ կա։ Որովհետև պապան սխալ է, մամ։ Թեկուզ սխալ էր, դու պետքա նրան պաշտպանեիր, դու պետքա նրա կողքին լինեիր, դու պետքա նրա կողքին կանգնեիր։ Մամա շատ ես ճնշում, թույլատրու մի քիչ։ Լավ, կողքին չկանգնեցիր, գոնե դեմ դուրս չգայիր։ Թե չէ բոլորին իրար խառնեցիր։ Բայց մամա, Մոնին մեղավոր չի, որ պապան փախուստի մեջ է, ու պապային Մոնի ասածների հիման վրա չեն փնտրում։ Այ, ես կգժեմ։ Դու սուս, հա։ Լավ, ոնց ասես։ Իսկ Հենրին ինձ գրողի ծոցը ուղարկեց։ Պահ, չէ բուրաշկան գրողի ծոցն է ուղարկել։ Դրա համար ես մեզ հիշել։ Ես զզվում եմ ինձնից, մամ։ Ուղղակի ատում եմ ինձ։
ու եթե դու կամ Արամիկը որոշեք ինձնանից դուրս շպրտել, ես կհամարեմ, որ դուք ճիշտ եք։ Ես նման բան չեմ անի։ Իսկ Արամիկը տանը չի։ Դու նրան էլ ծայրահեղ վիճակի հասցրեցիր։ Մոնի, մեր բրատիկը քթերը քաշեց ու փախավ տնից, այնպես որ մինչև իր գալը կարող ես մնալ։ Աշխատի աչքից չերևաս։ Գնա, հա։ Կներես։ Բարկաստո ողջ ես, թե չէ ես էլ չէի ապրի։ Զեզվել ես գալիս կոկորդիլոսի տարցունքներից։ Այ բուդուլ հենդուլ, ինչ կա բրատ, չէր կարոտել ախպերներին։ Ուծյու, ո՞նց է Սարա։ Դուրս գնա արա։ Հետը Սարայով չխոսաս, ապիր։ Ասեցի մաքրվի ստեղից, թե հերթողեք, սկզբում հերետ, հետո քուրետ, հիմա էլ դու։ Հորս մասին հիշացնելով, դու մահդ ես սարակացնում արա։ Արա ես մեռնելուց չեմ վախենում, հերետ չի ասե։ Այ անասում, խժում ես վրես, հերես փախածա դու ինչ ես խոսում արա։ Լգնա հայլում ես մա դեմքդ նայ, աշկիրդ նայ, կջոգես ինչ վիճակում ես։ Այ տռուպ։ Տռուպը ես եմ, թե դու ես, ինչ ես կպցել է գլխին։ Լավ ապե, գնա ստեղից լավ չեմ։ Մի վրազի, հենդո, հերթով, կարգով, ամեն ինչ իրար ժամանակին։ Ալիքս ենցակի չպետի իմանա, որ Արամ Ալիքի չի իրագործը կիսատ չի թողում, լսում ես արա, հիմա կմեռն ես դու։ Զանգի շեֆի տասալերն եկա։ Չեմ կարա, շեֆը տանը չի։ Տանը չի, հա։ Այստեղ եմ ասա թող դուրը բացի։ Դուրը կարամ բացել, Լև, բայց ինձ տանը չես գտնի։ Չի, փախել ես։ Ես չեմ փախնում, Լև, ես փախցնում եմ։ Այս արդեն տեղյակ եմ, Ժանոյին դու ես փախցրել։ Ես քո Ժանոյին ինչի պետքա փախցնեմ, Լև, ինքը ինձ ինչ։ Չգիտեմ քո ինչին է, բայց նամյոկ է իրանում ու ես հիմա մեծ կասկածներ ունեմ, որ Ժանոյին դու ես փախցրել։ Քո Ժանոն ինձ հյուր է եկել, իսկ հյուրին դիմավորում, ճանապարհում են, գերի չեմ վերցնում։ Թե դու վերցնում ես, եթե այո, ապա չմոռանամ նշեմ, մենք տարբեր ենք այնքան, որ կյանքին էլ ենք տարբեր աչքերով նայում։ Լավ։ Իսկ եթե հանկարծ պարզ է, որ Ժանոյին դու ես փախցրել, էլ չասեմ ինչ ոնց, ես քեզ պարզապես երկր երեսից կվերացնեմ։ Կխեղդվես ու կմեռնես հիմա, լսում ես, արա ես հորս գործը միջև վերջ կհասցնեմ, արա լսում ես, ես կստանամ իմ ստանալիքը, մոռացել ես, արա, մոռացել ես, քրոջս պահերը, հորս պահերը, արա դու պետք է մեռնես, արա։ Չէ, արա։ Ավտոբուս արա։ Գործ տվող, ապան եկավ լակոտի մոտ։ Արա ես քեզ մաս կարեմ։ Ախ, թող ես քո լակոտի մաս անեմ, որ դու ինձ կասում։ Ես քեզ այն օրը կխացրեմ, որ հարազատ հերնումերդ չեմ ճանաչի։ Արա բիզա ձերներս թող եմ, արդին արեց ճուժեղա։ Դու ուղիղ
Թաղմաս ես գնալու, այ թուրա։ Արա դե տես ոնց կլինի, օրես բռնեց, այ մենք ճոխ չիլնի քո համար։ Դե ձերից Վալերի Սերգեյիչ։ Այ հիմար Արամիկ։ Հերդ երևի քիչ էր, հա, հիմա քեզնով պիտի ընկնեմ, քեզ համար պիտի տառապեմ։ Կարմեն։ Ինչ է, մամա։ Լավ է, չէ՞ որ բաժանվել հետ եմ եկել, թե չում էիր օգնության կանչելու։ Աղջիկ ջան, Հաջան։ այդքան խոսելու փոխարեն ավելի լավ է ճնշումը շապես, եթե կարող ես իհարկե։ Ոնց մամա, քեզ մոտ սկլերոզ է առաջացել այս ամեն դեպքերից հետո։ Ես չեմ հասկանում։ Դու մոռացել ես, որ ես պիտի բժշկական համալսարան ընդունվեի։ Ուղղակի չընդունվեցի, որովհետև տենց ստացվեց, մամա, ամուսնացա, երեխա ունեցա։ Վայ Կարմեն, սուս մնա։ Վայ դու ես ինչքան ես խոսում, դու անդադար խոսում ես, Կարմեն, վատ եմ, չես հասկանում, իսկ դու խոսում ես։ Սողոցում ես ուղեղս։ Վայ մամա ջան։ Մամա։ Մամա ինչ եղավ։ Կարող մեռնես մեզ անտեր թողնես։ Մոնիկա։ Թող, հա։ Ոնց թողնեմ, որ ընկնես, մամա։ Վայ Կարմեն, ասեմ թող ինձ։ Մոնիկա։ Այ գիր։ Արածներդ եմ մաքրում, ինչ եմ անում։ Ինչ է եղել, մամա։ Լավ չի, մաման։ Մամ։ Գրող։ Ոնց որ հետ եկավ։ Ոնց որ հետ բերեցի։ Ճնշումը չափել ես։ Եթե ոմանց համար մենությունը փրկությունն է, ոմանց համար ցանկալի ապրելակերպ, ինձ համար ինչ է։ Կյանքս ապրածս տարիները վերլուծելու և գնահատելու հնարավորություն։ Ինչ մաքուր օդ է, մարդու կյանքն էլ սենց մաքուր պետք է լինի, այնքան մաքուր, որ շնչահեղձերն ես մաքրությունից, իսկ ես հիմա իմ կեղտոտ կյանքից եմ շնչահեղձ լինում։ Ինչ է մտածում ընտանիքս, ուրախ է թե տխուր, եթե տխուր է ապա ում համար, իմ, թե իրանց, որ էլ չեն ունեն առաջվա կյանքը, իսկ սոսը, նա իմ բանակում, ախ, ոնց կուզեի նրա համար մի բան անել, ափսոս չեմ կարող, հիմա մեկն ըլնի, ինձ օգնի։
Տեսում եք բերե, արայլի քաղմա, սարա, բիզյանկա, հորը սարև գոնե, վերամոյ բեր, թող է կայլեմ, ես կարամ կայլ։ Խոսակ, այլի։ Շվարդ է, կարեք պայք, ես ատոկատ եմ պայք, ուզում եք, կարեք պայք, հոպա, Աբիջանկա, ապրեք, ճիշտ եք վարվել։ Ինչ արիր դրան։ Ուղարկեցի այնտեղ, որտեղ իր իսկական տեղն է։ Պետք չէր։ Հետաքրքիր տղա ես։ Դրել խեղդում էր քեզ։ Մի քիչ ուշանայի կսպաներ։ Իսկ դու ասում ես պետք չէր դրան քաղմաս ուղարկել։ Հա, պետք չէր։ Այդքան չկար ինքը։ Ինձ որ մնար ես դրան իմ ձեռքերով կսպանեի։ Չեմ հավատա, որ դու մարդ կսպանես։ Շատ լավ կարծիքի ես իմ մասին։ Հարցը կարծիքը չի։ Դու շատ հավասարակշռված ես։ Ու չեմ կարծում, որ կարաս հավասարակշռությունից նենց դուրս գաս, որ մարդ սպանես։ Չես կարող ասես։ Երբ մտածեցա, որ քեզ խեղդում է, ամեն ինչ մոռացա։ Նույնիսկ հավասարակշռությունս կորցրեցի։ Սուտ է։ Այդ պահին ոչ ոք չի կարա հավասարակշռված լինել։ Ոչ մի ծնող չի կարող սառնասիրտ լինել, երբ նրա զավակին վտանգ է սպառնում։ Ասա ինձ դուրս գրեն էլի, ուզում եմ տուն գնամ։ Իսկ ես ուզում եմ, որ դու ապաքինվես։ Այ երբ տուն գնալու ժամանակը գա, առանց վերասելու էլ դուրս կգրեն։ Իսկ ոնց անենք, որ ես էլ չեմ ուզում մնամ ստեղ, որ օրվա տարբեր ժամերին հյուր ընդունեմ։ Մեկ աղբոր է, մեկ քրոջ է։ Մնում է վերջում է մերը գա։ Մոնիկան եկել է։ Հա։ Ես էի ասել, որ ստեղս։ Պետք չէր, շատ մեծ սխալ էր այդ։ Դե ինձ թվաց, որ այդ աղջիկը անհանգստացած է քեզ համար։ Շատ։ Հենքան էր լացի աշկերը ուռը փակվել էին։ Դու այդ աղջկան հոր պատճառով չես ընդունում։ Չէ, իրա պատճառով։ Ինքը շատ սխալ մարդ է։ Իսկ ես սխալների վրա սովորում եմ։ Ու չեմ ուզում նորից կրկնեմ նույն սխալը։ Ճիշտ ես արել, որ Ալեկի աղջկան սրտիցդ հանել ես։ Ես մեկը հորն էլ, տղուն էլ ցմահ բանտում փակելու եմ։ Մենակ թող բռնեն։ Հոպար, ես հասկանում եմ, որ շատ փոքր մարդ եմ քեզ զանգելու համար, բայց դե գիտես, ձևական բաների հետևից չեմ ընկնում, ինչ խելքից փչում է, անում եմ։ Լսի, կարող ես կարճ խոսել։ Հասկացա, ժամանակը սուղ է։ Շատ սուղ է։ Հոպար, մեր ընտանիքում երկրաշարժ է։ Ես ձեր ընտանիքում տիրող վիճակը շատ լավ գիտեմ, իզուր մի ներկայացրու։ Ես քեզ ընդհանրապես մի խնդրանք ունեմ։ Եթե գիտես պապայի տեղը, ասա թող զանգի։ Չէ, չգիտեմ ուրա հետ։ Խնդրում եմ, Հոպար, գտիր նրան ու համոզիր թող զանգի, կամ գոնե մենակ մամային զանգի, որովհետև եթե այս վիճակը մեր տանը շարունակվի, սկսելու ենք զոհեր տալ։ Արդեն մամային զոհ ենք տալիս։ Լավ եղավ։ Մեր Լև Հոպարը ինչպես միշտ կոպիտ է ու բռի։ Ոնց որ արյուն չլինի մեջը։ Ես դրախտ ունեմ։ Ես խոստանում եմ բացել դրախտի դռները քո առաջ, մայրիմ։ Իմ խորեն, իմ հրեշտակ, իմ փրկիչ։ Դու ճակատդ բաց ու պարզ պետք է ապրես։ Դու բոլորից շատ ունես այդ իրավունքը։ Ծաղիկները չթարամեն։ Հա, թող թարամեն, ոչինչ։ Բայց խնդրում եմ, դու քո արցունքներով դրանք մի ջրի։ Գիտես, ոչ ոք ծաղիկներից չի նվիրել, բայց միգուցե նվիրել են, ես չեմ հիշում։ Քեզ ծաղիկներ չեն նվիրել, իսկ
Իսկ ինձ սեր։ Սուտ է, ես եմ քեզ շատ սիրում։ Իմ խորեն, իմ լավ բալա, իմ հրեշտակ։ Սիրում ես ինձ։ Անսահման։ Իսկ ինձ է շատ սիրում, թե Վլադին։ Վլադին։ Իհարկե, բոլորդ Վլադին եք նախընտրում։ Մոտարի։ Իսկ ես գիտեի դու լավն ես, դու ուրիշ ես, իմ նման զոհ ես, բայց չէ։ Մոտարի, խորեն։ Ասա։ Խորեն, ես ամենից շատ քեզ եմ սիրում։ Հա? Չեմ հավատում Սուտա։ Ես քեզ չեմ խաբում, տղես։ Չես խաբում։ Իմ արև, իմ սիրուն տղա, իմ բարի խորեն, իմ հրեշտակ։ Ինձ ոչ ոք նման բաներ չի ասել։ Հակառակը ինձ միշտ ասել են, որ ես սատանա եմ, ոչ թե հրեշտակ։ Չարությունից չեն ասել։ Իսկ դու չես խաբում, չէ՞ ինձ։ Դու իմ ուրախությունն ես, դու իմ աշխարհն ես։ Ես ոնց կարող եմ քեզ խաբել։ Բայց բոլորն ինձ խաբել են, ես ոչ մեկին պետք չեմ եղել։ Իսկ ինձ պետք ես խորեն։ Տեսնում ես ցավից ոնց եմ խենթացել։ Ես պետք եմ քեզ։ Խորեն, տղես, ես քեզ միշտ ուզում եմ իմ կողքից տեսնել։ Աստորեն, ես պետք եմ, հա, իմ մորը։ Շատ ես պետք, բայց վատ է, որ ես քեզ ուշ եմ տեսնում։ Գաղտնիք ասեմ քեզ։ Ասա, ես գաղտնիք վայել գիտեմ։ Սրանից հետո մենք միշտ միասին ենք լինելու։ Ոնց։ Տանելու եմ քեզ։ Ուր։ Հեռու, բայց սիրուն մի երկիր։ Չես խաբում։ Չէ, իհարկե չեմ խաբում։ Տանելու եմ քեզ իմ հետ։ Երբ։ Կասեմ, բայց մարդու չասես։ Չեմ ասի։ Ծաղիկները ջուրը կդնես չմոռանաս։ Ես ամեն առավոտ քեզ ծաղիկ կբերեմ։ Բայց ամեն օր դա շատ թանկ արժենա, տղես։ Իմ համար ավելի թանկ է քո սերը։ Սեր, որ երբեք չեմ ունեցել։ Տես ինչ ես անում։ Երևի կարևոր բան էր, որ փառախոսով չասեցիք որ խելքակի։ Հա, բանը վերադառնում ես նորից Ալիքի մոտ։ Հեռախոսդ քո տալիս ես իրան, ասում ես թող կապ հաստատի ընտանիքի հետ, բայց ոչ այն համարներով, որ ինքը գիտի։ Հա։ Ես այդ հեռախոսի վրա SMS-ով համարներ կուղարկեմ։ Այդքան բան, ու մնում ես իրան մոտ, որ ես ինձ ավելի լավ զգամ։ Ոնց կասեք։ Դե լավ, գնա, բայց գուշերի։ Լավ։ Իմ ներքին ձայնն ինձ հուշում ա, որ մեզ թեժ օրեր են սպասվում։ Կարմենցի տան թեժ հարսանիքով ա մեզ ապահովելու։ Կարելի ա, բայց այդ գժին կանչել խոսացնել։ Կարմենցիտա, привет։ Ինձ Կարմենցիտա միայն իմ մայրն է ասում, բայց ոչ թե սկեսուր մաման։ Դե լավ, ինչ մի ոգևորվեցիր։ Հետո այնպես չի, որ ես քո սկեսուրն եմ, մի հատ էլ դու ինձ հարցնություն ես անում։ Մենք ընդհանրապես լավ ընկերուհիներ ենք։ Մարդաց բախված եմ, հետո կզանգես։ Բայց ես հենց այնպես չեմ զանգել։ Ես նորից եմ զանգել, ասելիք ունեմ։ Ասա, բայց արագ։ Կարող ա ուզենաս քո երեխային տեսնել։ Ինչ երեխա։ Ասում եմ քո, որովհետև բնականաբար իմ երեխան միշտ ինձ մոտ է։ Խոսքը քո երեխայի մասին է։ Իմ երեխու մասին թող մտածի իրա պապան, ով տարել է երեխուս ու նվիրել է իրա սիրելի Ադանային։ Այ քեզ բան։ Այ քեզ շիզոֆրենի։ Սա լրիվ է։ Մեխայ Աստծո, ես ուզենամ լավ բան անեմ, որ գա իրա երեխային տեսնի, ինքն էլ տենց անի, հա։ Ինչ մեղք ես դու բալես, որ դրա նման հիվանդ մայր ունես։ Վլադն անհանգիստ է։
որ ասպես ոչ adekvata մի տեսակ ոնց որ վախենամ իրեն տեսնեմ։ Կյանքս նայ։ Ես չեմ ստիպում, եթե չես ուզում մի մոտ։ Ուղղակի իմ ցանկությունն է, ես կուզենամ, որ իրան տեսնես, այդքան բան։ Լավ, ոնց ասես։ Դե վсё, դու ուրիշ։ Չէ, կգամ։ Եթե զգամ, որ իմ ներկայությունը իրան նյարդայնացնում է, ես դուրս կգամ։ Ապրիլ մաղջիկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք, լավ եք։ Լավ աղջիկս, իսկ դու լավ ես։ Լավ, մերսի։ Մամա, այս ծառիները քեզ որտեղից։ Նվեր եմ ստացել, ինձ համար շատ թանկ մարդուց։ Ինչ կպնես։ Միայն ես կարող եմ դիպչել դրանց։ Լավ, դե որ մաման ասում է ձեռք չտաս, ուրեմն ձեռք մի տուր։ Վլադ, ինչ լավն է այս աղջիկը։ Քեզ համար իսկական շահում է։ Դուք եք շատ լավը։ Մամաս որ հանգիստ ես եղել։ Չես նեղանում, չես վիրավորում։ Ես երջանիկ եմ։ Մենք ենք շատ երջանիկ, որ դուք այսօր լավ եք։ Հանգիստ եք, լավ տրամադրություն ունեք։ Չէ՞, Վլադ։ Հա, ոնց։ Իսկ երբ է ծնվելու ձեր փոքրիկը, թե արդեն ծնվել է։ Մամ ջան, մենք չենք էլ ամուսնացել դեռ, ինչ փոքրիկի մասին է խոսքը։ Ստում եք։ Դուք ամուսնացել եք։ Չէ, մենք ոնց կարող ենք ամուսնանալ առանց ձեր ներկայության։ Ես էլ եմ ներկա լինելու։ Պարտադիր, մամ։ Բայց կարող ես ասես ով է քեզ այս ծաղիկները բերել։ Խանդում եմ մայրիկին։ Տղաները միշտ տենց են։ Իրենք խանդում են մայրիկներին։ Դրա համար էլ այսքան շատ է հարցնում։ Չբարկանաք, լավ։ Իսկ խորենից։ Դա հիշեցիր, էլ ոնց կլիներ։ Խորենն էլ է հրավիրված ձեր հարսանիքին։ Պարտադիր, եթե խորենը չկա, մենք չենք ամուսնանա։ Ինչ լավն եք։ Մամա, դու լավ չես, գնա տուն։ Դու ինձ մի ասա, հա, լավ եմ թե վատ։ Ուրեմն ես իմ ամբողջ գործերը թողած քեզնով ընկնեմ, դու ինձ վրա մունատ գաս։ Ոյ Կարմեն սուս մնա։ Մամա, գնա տուն։ Գնա տուն, ես հասկանամ ինչ եմ կարողանում անել։ Իբր ես ինչ կարող եմ անել, որ դու ինչ անես, աղջիկ։ Իսկ ես կգնամ Լև Հոպարի մոտ։ Կասեմ, որ Արամիկը քաղմասում է, որովհետև թմրամոլ է, ու կասեմ, որ եթե չհանի նրան, դու հիվանդանոց կընկնես։ Հիվանդանոց չէ, ուղիղ գերեզմաններ։ Վայ, ես ինչ վատ բաներ ես մտածում։ Ոյ լռի, հա։ Ես ախր Արամիկի տանը չկարողացա պահել։ Շատ լավ հասկանալով, որ ընկնելու է ինչ-որ փորձանքի մեջ։ Այդ էր մնացել պակաս, դու քեզ մեղադրես, որ տղեդ թմրամոլ է։ Լավ, սուս մնա, սուս։ Շատ լավ է։ Ուրեմն ես ճիշտ բաներ եմ ասում, ու դու ինձ միշտ, չգիտեմ, բերանս փակում ես։ Կարմեն, սուս մնա, թող գնամ հասնեմ աղբորը, տեսնեմ հիմա ինչ ա բերում մեր գլուխը։ Սուս եմ մնում։ Տաքսի։ Մամա, ավելի լավ չի մի անգամից Լևի մոտ գնանք։ Չէ, շնորհակալ եմ։ Գնամ, որ ինչ անի, 10 ժամ նատացիա ու լեկցիա կարդա։ Ես հիմա ի վիճակի չեմ սուսուփուս նրան լսելու, Կարմեն։ Եվ հետո, այս պայուսակի մեջ այնքան փող կա, այդ ում դեմը դնեմ, որ տղուս չազատե։ Ինչ կա։ Բայ։ Լավ, դե ժպտա։ Այս դեպքերում է, որ քեզ անկարող ես զգում, ու ձեռքիցդ բան չի գալիս, ալիքն են տեղաթաղված խնդիրների մեջ, իսկ Ժանոն, Ժանոն ավելի վատ դրության մեջ է ինձ գցել, չգիտեմ ուր է, ինչ է եղել նրա հետ, ու այսքանից հետո, այսքանն իմանալով, հանգիստ շնչում ու արտաշնչում եմ։ Ուր ես արա։ Ուր ասես։ Արա կարող ա կայֆ ես բռնումվել ես այդ տղա։ Տեսա անթի վան համար զանգել ես, հետ եմ զանգեն, չեմ կայֆ բռնում։ Լավա որ գոնե տեսար։ Հեռախոսդ ինչի էր անջատել։ Իա ունք չունեմ հեռախոս անջատեմ։ Չէ։ Լավ։
իմացա կներես։ Իսկ կարամ իմանամ էլ ուրիշ ինչ իրավունքներ է սահմանափակել։ Արադես զզված իր արդեն է Ժանո։ Ավել լավ ասես ուր էիր, ում մոտ էիր, ինչի երբ զանգ ստացա քեզնից հետո անհասանելի դարձար։ Ես քեզ չեմ զանգում։ Խմած ես այդ տղա։ Չգիտես որ 1000-ից 1 եմ խմում։ Ում հետ ես հանդիպել։ Ում հետ պետք է հանդիպեմ, ոչ մեկ հետ չեմ հանդիպել։ Մի խափի։ Իսկ ում պետք է հանդիպեի։ Ոնց ես դուրս եկել դրա հետքին։ Ում հետքին, Լև։ Հեռախոսդ ինչի է իր անջատել։ Սիրահարված մարդ եմ։ Տենց անջատել էի, որ բոլորի համար դառնայի անհասանելի։ Արա այդ քո խելքով ինձ ֆրցնում ես։ Բացարձակ։ Ժանո, ումից ասես դավաճանություն կսպասեմ, բայց քեզնից երբեք։ Հələ մի րոպե։ Ինչ դավաճանություն է։ Ինչ ես այդպես մտածում, որ ես քեզ դավաճանել եմ։ Արի ինձ մոտ օֆիս։ Չեմ կարող։ Վախենում ես չկարողանաս աչքերիս նայելով ես նույն խաղը շարունակես։ Երբ կամ։ Ես արդեն սպասում եմ, արի։ Գալիս եմ։ Դուք ոչ մի հիմք չունեք իմ որդուն այստեղ բերելու, առավել եւս այստեղ պահելու համար։ Դուք հենց հիմա պետքա նրան ազատեք։ Տիկին, դուք ձեզ ճիշտ չեք պահում։ Դուք ինձ չասեք ես ինձ ոնց պահեմ։ Մամա, հանգիստ, եթե չես ուզում այստեղից դուրս հանեն։ Ում դուրս հանեն։ Մեզ դուրս հանեն, այդ էր պակաս։ Անգինին ոչ ոք ոչ մի տեղից դուրս չի հանել։ Թեպետ ես ինքս մեծ հաճույքով այստեղից կհեռանայի, բայց ոչ մենակ։ Կարող ենք տեսնել Արամիկին։ Էդի չի ես հարցնում, չհասկացա։ Դա մեր իրավունքն է, իհարկե կարող ենք տեսնել։ Ոչ, դուք իրավունք չունեք նրան այժմ տեսնելու։ Դուք եք իմ իրավունքները ինձ թելադրում բացատրում։ Այս պահին այո, եթե դուք ձեզ շարունակեք այսպես պահել, մենք ստիպված կլինենք։ Ինչ ստիպված կլինեք։ Ինձ ու իմ աղջկան բռնել, խնդրեմ, արեք, տեսնեմ ոնց եք անում։ Միայն փորձեք։ Դուք այստեղի կարգուկանոնն եք խախտում։ Խնդրում ենք ձեզ կարգի հրավիրեք։ Ես իմ մամային կհանգստացնեմ։ Մամային հանգստացնել չի լինի։ Միջև ես իմ որդուն, իմ անմեղ Արամիկին չտեսնեմ, ես չեմ կարող հանգստանալ։ Խնդրում եմ, էլի, եթե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Իրանց ձեռքը չի, իրանց համար օրենքներ են գրում։ Էտով ասել, որ դուք անհիմն իրավունք ունեք մարդ բռնել, կամ իմ տղայի թանկարժեք մեքենա, ինչի պիտի ձեր բակում լինի։ Այդ որ օրենքում է գրված, որ մենակ դուք եք կարդացել։ Դու իմ բերանին փակի, հա։ Ես իսկական հիմար եմ։ Ամեն ինչ ունեի երջանիկ լինելու համար, բայց չկարողացա վայելել։ Միշտ էլ տենց է լինում, մարդը երբեք չի գնահատում այն ինչ ունի, մենակ այն ժամանակ է գնահատում, երբ կորցնում է։ Փիլիսոփայում եմ, բայց ում են պետք փիլիսոփայությունները, եթե նույնիսկ կյանքը ճանաչելով մարդը չի կարողանում երջանիկ լինել։ Մարդիկ դժբախտությունից հետո են սկսում փիլիսոփայել։ Հիմա ես եմ, բայց միգուցե ես այն ժամանակ էի երջանիկ, երբ կյանքի իմաստը փողի ու շքեղության մեջ էի տեսնում, իսկ հիմա կյանքն ինձ համար անիմաստ է։ Մատիլարս, նա հետ է դեղակի աչքերի, ու իմ բոլոր քայլերը արդարացված կլինեն։ Խորենի պատիժը ինձ համար դեռ մեղմ էր ընտրված։ Ես ավելի վատ պատժի էի արժանի։ Այն ինչ ես եմ արել սարսափելի էր։ Դաժե ներման արժանի չի։ Ես չհասկացա, ուր ես գնում, ես հրաժեշտեր։ Գնաց, հեռացավ։
Բայց եթե մնար ավելի լավ կլիներ, եթե շարունակեր իր վրեժը, եթե սպաներ ինձ, ցավը այսքան ծանր չէր լինի։ Բայց նա իր գնալով դանակս սիրտս մտցրեց։ Նա հաղթած գնաց։ Հիմա արդեն ես եմ ուզում ինձ պատժել։ Ալիքս Էթրակիչ։ Ալիքս Էթրակիչ։ Ինձ Լև Էթրակիչն ա ուղարկի, ասել ա որ գամ ձեր հետ մնամ։ Եվ որ զանգեք ձեր ընտանիքի անդամներին։ Ավելի ուշ համարը կփոխանցի մեզ։ Ալիքս Էթրակիչ։ Ալիքս Էթրակիչ։ Ալիքս Էթրակիչ, վեր կացեք։ Սմերը լավ։